Զարկերակային ճնշումը կարգավորենք արագ օգնություն վարժությունների ձևով։ Առաջին հերթին, սիրելիներս, եթե ձեզ մոտ բարձրանում է կամ ընկնում է ճնշումը, կարող եք արագ քայլել կամ խորը շնչել։ Դրա համար անհրաժեշտ է արտաշնչել որովայնով և քթով, ներշնչել դանդաղ ու երկար։ Սովորում եք Aeroflex շնչառական տեխնիկայով կատարել պարանոցային սպազմը վերացնող վարժություններ։ Շատ հաճախ ձեզ մոտ լինում է սպազմ պարանոցի հատվածում, որից էլ տատանվում է ձեր ճնշումը։ Մյուս հատվածը ստոծանու ներքին հատվածն է, որտեղ հնարավոր է մարսողական պրոբլեմներից, լարվածությունից, նյարդային վիճակից, կծկված, նստակյաց սեղմված պրոցեսում առաջանա սեղմում դեպի սիրտ և դեպի անոթներ, որի հետևանքով նորից տատանվում է ճնշումը և խախտվում ձեր սրտի ռիթմը։ Կարող եք նաև ծոծրակի հատվածը սառույցով 30 վայրկյան տրորել, եթե ճնշումը բարձր է։ Այնուհետև կատարում եք հատուկ շնչառական վարժություններ Aeroflex տեխնիկայով, որոնք կօգնեն ինչպես ստոծանու կծկողականությունը և սրտի անբավարարությունը վերացնել, այնպես էլ մազանոթային ցանց ձևավորել, որի արդյունքում հանգստանում է սրտի աշխատանքը և վերանում են անոթային սպազմերը։ Արագ օգնություն վարժություններից են հատկապես ճկուտ մատի, եզրը, ֆալանգի սեղմումներ կատարելը։ Հատկապես եթե զգում եք, որ կարող է լինել նախաուշագնացության նման վիճակ կամ ճնշումն է տատանվում, սեղմեք ուղղակի ճկույթի կողքերը, որոնք համապատասխանում են սրտի կետերին։ Նաև խորհուրդ է տրվում սեղմել այսպես կսմթելով անմիջապես արմունկի վերևում ընկած մաշկ, երկու ձեռքի վրա էլ։ Սրանք շատ քիչ վարժություններ են, որոնք օգնում են կարգավորել զարկերակային ճնշումը, ինչպես բարձր, այնպես էլ ցածր լինելու դեպքում։ Շատ ավելի խորհուրդներ մենք տալիս ենք մեր մասնագիտացված էջերում։ Գրեք ճնշում բառը և իմ մասնագետները կկապվեն ձեզ հետ ու կկազմեն անհատական ծրագրեր։